27-24 թվականին Օֆելիա Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Օֆելիա Վարդանյանի ծննդավայրը Պարույր Սևակ գյուղն է, տունը հին փայտաշեն մի կացարան, որտեղ բնակվում է որդու հետ։ Այն, որ մի օր հարազատ գյուղում տուն կունենա, չէր էլ կարող պատկերացնել։ Երազում չէի պատկերացնի նման բնակարան ունենալ, որովհետև շատ քիչ էր իմ աշխատավարձը, դրա հիման վրա բնականը չէի կարող ունենալ։ Վաղուց ապրում ենք այդ ժամանակավոր կացարաններում, շատ անմխիթար վիճակում։ Կառավարությունը այս ծրագիրը, որ նախատեսեց, անմիջապես օգտվեցի, փորձեցի օգտվել եւ օգտվեցի, շատ բարեհաջող անցավ ամեն ինչ։ Հիմա ունեմ արդեն բնակարանս, այս պահին չեմ ապրում, չեմ վերջացրել դեռ աշխատանքները, բայց շուտով կվերջացնենք եւ կունենանք մեր սեփական բնակարանը։ Պայմանները բավարարելու համար բավական էր հողատարածքի ձեռքբերումը, մնացած աշխատանքները հատկացված 16 միլիոն դրամի շրջանակում են կատարվել։ Եթե Օֆելիան որդու հետ գյուղի մի հատվածից մյուսը պետք է տեղափոխվի, ապա Արմինե Եղիազարյանի 5 հոգանոց ընտանիքը մայրաքաղաքից է եկել երկհարկանի այս տունը կառուցել, հասցրել գրեթե ավարտական տեսքի։ Երկու մանսարտով հարկ է վերևում, այստեղ ունենք հյուրասենյակ, խոհանոց եւ սանհանգույց, վերևում ունենք 3 ննջարան եւ սանհանգույց։ 2 տարի առաջ սկսել ենք աշխատանքները շինարարական, այս տարի ավարտին հասցրեցինք։ Միակ խնդիրը, որ էլեկտրաէներգիայի հարցը դեռ լուծված չէ, բնակության մշտական բնակության համար էլեկտրաէներգիա ունենալ շատ կարեւոր է։ Այստեղ փոքր ննջարաններ են, շատ հարմարավետ, ինքը բոլոր պայմանները կան։ Նախագիծն ամուսիններով են գծել, տունը կառուցել, ձգտում են բակի բարեկարգումն էլ շուտ ավարտել, որ երկրորդ որդին էլ զինծառայությունից վերադառնա, ուրախ առիթը նոր տանը նշեն։ Իսկ արդյոք կթողնեն Երևանի վարձակալած բնակարանն ու կապրեն գյուղում։ Մանկավարժ Արմինեն ասում է, աշխատանքի բերումով գուցե հետաձգեն, բայց մի օր գալու են ապրեն սահմանամերձ գյուղի այս տանը։ Վերջիվերջո մեր սահմանամերձ գյուղերն էլ պիտի բնակեցվեն ու բոլորս դեպի քաղաք որ ձգտենք, ինչ կլինի վերջում։ Իսկ հիմա գյուղը նայում ենք ինչ դպրոց է կառուցվել, ճանապարհներ են նորոգվել, բազմաթիվ աշխատանքներ են կատարվել գյուղում եւ ես կարծում եմ սահմանամերձից խուսափել չարժե եւ մենք այստեղ հանգստանում ենք, հայ քաղաքի այդ աղմուկից կտրվում, գալիս ենք ու մեզ լավ ենք զգում այստեղ։ Ամուր թիկունք կլինենք մեր հանրապետությանը ապրելով սահմանամերձ գոտում, շենացնելով, լքելով բոլոր սահմանամերձ համայնքները, բնականաբար չէին շենանա, չէին շատանա, շատ լավ ծրագիր էր այս ծրագիրը, որ նախաձեռնվեց։ Վերջի 3 տարին բացարձակապես կրակոց հասկացություն մենք չենք լսել, նախքան այդ անդադ եղել է, անդադ ամեն օր, ամեն գիշեր, sense կրակոց, երևի սահմանային լարվածություններ, բայց այս պահին ես իրավիճակն եմ արձանագրում, որ ես 3 տարվա մեջ ես նման դեպք չեմ հիշում, որ թեկուզ սահմանի հետ կապված լարվածություն լինի կամ կրակոցի ձեն լինի։ Ապահովության զգացողությունն ու անվտանգությանն ուղղված աշխատանքները մի կողմից, սահմանամերձ գոտիների զարգացման նպատակով պետական աջակցության ծրագրերը մյուս կողմից, բնակարանի ձեռքբերման անհրաժեշտությունն էլ իր հերթին մեծ հետաքրքրություն են առաջացնում ծրագրի նկատմամբ, վստահեցնում է գյուղապետն ու օրինակ բերում 3 եղբայրներին, որոնք ապրում են մի տան մեջ։ Այսօր արդեն նրանցից 2-ը ծրագրի երկրորդ փուլից են կարողանում օգտվել։ Սիմոնյանների աչքի առաջ օր-օրի տան պատերը բարձրանում են, ամրանում, գյուղում ապրելու ու այն շենացնելու հեռանկարը պարզորոշ դառնում։ Գևորգը անհամբերությամբ է սպասում իրենց տների շինարարության ավարտին։ Ես իմ տունն է, եղբորինս էլ մի քիչ ներքև է։ Առաջի փուլում 71 բնակարանաշինության հայտեր ունեցանք, երկրորդ փուլով դեռ ամբողջական չի սկսվել, որովհետև որոշակի կա, որ գործառույթների մեջ է դեռ, բանկային պրոցեսների մեջ, բայց իմ սենց տարբեր բանկերի հետ հասկանալով հաշվարկով մոտ 30-ից ավել եւս ունենք։ Առաջի փուլը ազատ բաց թողնված էր, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչը եւս ողջունելի է
հնարավորության դեպքում, ցանկության դեպքում ինքը որոշակի աշխատանքներ կատարելու ձգտման արդյունքում ինքը ունենա։ Երկրորդ փուլը մեր տարածքում տրվեց այդ 30 տունը, ովքեր որ մինչև 25 թվականի մայիսը արդեն իսկ հողը ձեռք էին բերել։ Գյուղն ունի ինչպես մեծ թվով անօթևաններ, որոնք տնակներում են ապրում, այնպես էլ ընդարձակվելու հնարավորություն։ Հետևաբար 16 միլիոն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագրի հերթական փուլի իրականացումը խիստ անհրաժեշտ է համարում վարչական ղեկավարը։ Գեմպլանով որ հաշվենք, այն ինչը որ ունենք, սրա 1.5 անգամ զարգացման տարածքներ ունենք։ Ունենք ժամանակավոր կացարանում փայտից դոմիկների մեջ հնամաշ 40 տարվա, ունենք մարդիկ, ովքեր որ իրականում եւս ունեն այդ կարիքները, բայց չեն հասցրել տարբեր պատճառներով, այդ թվում նաև հողի ձեռքբերման պատճառով մարդիկ են ունեցել, որ անգամ հող են ունեցել, բայց ինչ որ չգիտեմ, երևի թերահավատորեն են վերաբերվել, տարբեր դեպքեր ունեն։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալների, ներկայում ծրագրի շահառուների թիվը 3265 է, որից 2790-ն արդեն վարկավորվել է։ Շահառուներից 362-ը ներկայացրել է ավարտական ակտ։ Ծրագրի մարտի 20-ի վերաբացումից հետո դիմաց քաղաքացիների թիվը կազմում է 944։ Ըստ մարզերի բնակարանաշինության ծրագրի շահառուների բաշխվածությունն այսպիսին է. Արարատի մարզ 204, Գեղարքունիք 142, Լոռի 11, Սյունիք 375, Վայոց ձոր 429 եւ Տավուշում 2104։ Արարատի տարածաշրջանում գտնվող Երասխ Եղեգնաձոր ավտոմայրուղու երկայնքով ձգվող Ուրցի լեռնաշղթայի թեք լանջերին ընկած գյուղը, որը նախ որպես այգեգործական տնտեսություն է հիմնադրվել, հետագայում վերածվել բնակավայրի, ընդլայնվում է, զարգանում բազմաթիվ աջակցության ծրագրերի շնորհիվ։ Շուտով կլուծվեն նաև նորակառույց թաղամասերի կոմունիկացիաների խնդիրը, վստահեցնում է Ստեփանյանը։ Կոյուղու եւ խմելու ջրի նախագծերը արված է, դրվել է տենդեր շահել է, համայնքի ղեկավարն էլ եկել է միասին մեր համայնքով քննարկել ենք հարցը, աշխատանքը 10-15 օրում մեծը կարող է սկսենք։ Պատրաստ է նաև ոռոգման ցանցի նախագիծը ու ոչ միայն նորակառույց թաղամասերի։ Նախկին այգեգործական տնտեսությունը ջրազուրկ է եղել։ Բնակչության դիմումից հետո արագ արձագանքել է կառավարությունը։ Այսօր արդեն ոռոգման ցանցի կառուցման աշխատանքների մի մասն արված է։ 1000 լիտր մղողնակության գծեր ունենք, բայց մի պոմպով էր աշխատում 240 լիտր էր մղում ու շուշուտ վթարվում էր, նորոգում էին, դաշտերը չորանում էին։ Մի խոսքով անարդյունավետ տնտեսություն էր դառնում, էլի։ Բայց այս ֆոնի վրա արդեն այդ խնդիրը վերացված է, այս մի տարի է ու աշխատանքները եւս շարունակվում են եւ տնտեսությունը ավելի հնարավորինս դառնում է հուսալի եւ ինչու՞ չէ նաեւ պետական ծրագրերով մարդիկ որոշակի ինտենսիվ այգիներ, տնտեսություններ։ Այս տարվա մեջ կարծեմ 39 հեկտար, մոտ 40 հեկտար ինտենսիվ այգի է ձևավորվել։ 3 տարի առաջ այստեղ նաև արտադրություն հիմնվեց, որն այսօր աշխատում է ամբողջ հզորությամբ 3 հերթափոխով։ Օրական 50-ից 60 հազար ձեռնոց է այս արտադրամասում գործվում, ներկվում, տեսակավորվում ու նախապատրաստվում արտահանման։ Աշխատանքներում ընդգրկված են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի 35 աշխատողներ, որոնք ապահովված են հիմնական աշխատանքով։ Այս համայնքում էլ սա առաջին արտադրամասն է, մինչև համայնքում չի եղել արտադրական ուրիշ պրոցեսներ։ Մարդկանց ներգրավելը արտադրական պրոցեսներին, մարդկանց ծանոթացնելը, սովորեցնելը, ինչպես պետք է կատարվի աշխատանքը եւ այլն, այդքան էլ չի անվանի դժվարություն, հետաքրքիր փուլ էր։ Շինարարական այգեգործական ձեռնոցների այս ընկերությունը հիմնվել է 2024-ին։ Այս տարիներին միայն ընդլայնվել է, մեծացրել արտադրական հզորությունները, ինչին մեծապես նպաստել է նաև կառավարության աջակցության ծրագրերից օգտվելը։ Ունենք մենք արտոնություններ հարկերի վճարման մասով, բացի այդ նաև աջակցություն ստացել ենք հոսքագծերի ձեռքբերման հետ կապված, երբ որ երկրորդ խմբականակի հոսքագծերն էր ներմուծվում եւ պետք է տեղադրվեին։ Երրորդը ստացել ենք արևային էլեկտրաէներգիայի տեղադրման հետ մասով սուբսիդավորում պետության կողմից, անտոկոս կարողացել ենք տեղադրել, որը մեծ նշանակություն ունի մեծ արտադրամասերի համար։ Առանց դրա ըստ տնօրենի գուցեև չհաջողվեր ապահովել արտադրական մեծ ծավալներ։ Հիմնական պահանջարկը արտերկրից է, մոտ 97%-ն արտահանում են գրեթե առանց դժվարությունների։ Ունենք գործընկերներ արտերկրում, որոնց հետ երկար ժամանակ է որ ծանոթ ենք, աշխատում ենք ու այո, փորձում ենք ապահովել իրենց ծավալները, մատակարարել այն խմբականակը, որոնք որ իրենք են ուզում։
եւ դեռ մի բան էլ ուզում ենք էլ ավելի մեծացնել արտադրությունը, նոր հոսքագծեր ձեռք բերել, որպեսզի ծավալները էլ ավելի մասշտաբային լինեն։ Այս պահի դրությամբ արտահանվում է Ռուսաստանի դաշտից։ Այն մարդիկ, ովքեր որ տնտեսությունով չեն զբաղվում, չունեն այգիներ, ծառեր կամ որոշ գործառույթներով չեն զբաղվում, հնարավորություն են ունենում ստե իրենց աշխատանքը ունենալ։ Ակտիվ ազդեցություն ունի համայնքի զարգացման ու տնտեսության հետ կապված։ Երբ խնդիրները անլսելի չեն մնում, հնարավոր է լինում արդյունք ապահովել, վստահեցնում է Սամանամերձ գյուղի ղեկավարը, որը հավատում է աշխատելու կամ ապրելու նպատակով գյուղ տեղափոխված յուրաքանչյուր քաղաքացուներ ուժին։ Վստահ է, նրանք իրենց բերած նոր հնարավորություններով հանդերձ ամրացնում են երկրի դարպասները։ Վարդուհի Արզումանյան, Էդգար Դավթյան և Դավիթ Դանիելյան, Կիրակնորյա լուրեր։